Եվ հիմա հարգելի գործընկերներ, ամենահետաքրքիրն է նա, այս ընդդիմությունը, հարգելիս ընդդիմությունը, այս ինչ լեգիտիմության թեմա է առաջ քաշում։ Ժողովուրդ ջան, լեգիտիմ չի, ասել եմ դեռ նախորդ գումարման խորհրդանի վերջում, վայր դրեք ձեր մանդատները, հրապարակը սպասում է ձեզ, հեղափոխություն արեք, ժողովուրդ ջան։ Ավելի լավ հեղափոխական իրավիճակ, քան ոչ լեգիտիմ ընտրությունը, ոչ լեգիտիմ իշխանությունը չկա, դա դրախտ է ցանկացած ընդդիմության համար։ Ձևերն էլ ցույց ենք տվել, գնացեք Գյումրիից, քայլելով կամ վազելով կամ այն մի ընդդիմությունը բանից էր գնաց, տարբեր կողմ, 4 կողմերից էին գնացել, չգիտեմ, նստեք են աթոռին, նստեք են, գնացեք հեղափոխություն արեք։ Այս ինչի մասին է խոսքը։ Այդ ես ընտրություններից առաջ եմ, կեղծվել են ընտրությունը, այդ ում ձայնն է կեղծվել, ասել եմ հրապարակ կոչ եմ, ես եմ կոչ արել ժողովրդին դուրս գալ եւ հեղափոխություն անել։ Բա եթե ինչի են այս մարդիկ անդադ չեն կողմնոսում, գնում են, գալիս են, դուրս են գալիս, ներս են մտնում, որովհետև այս մարդիկ լեգիտիմության խնդիր իրանք ունեն։ Իրանք այս դահլիճում տիրոջ կարգավիճակ չունեն, իրանք հասկանում են, որ տնվոր են, գործուղված ինչ որ մի միսիայի մասին ու գիտեք, իրադարձությունները արագ են զարգանում, չի գալիս հանձնարարականը ինչ անել, չեն կողմնորոշվում, գնում են, գալիս են, գնում են, գալիս են։ Ես կարծում եմ, բայց սա իրանց պրոբլեմը չի, սա մեր պրոբլեմն է, սա Հայաստանի Հանրապետության պրոբլեմն է, եւ ես կարծում եմ, որ այս ընտրությունը կամ մանդատները վայր դրեք եւ զբաղվեք հեղափոխությամբ, կամ եկել եք, նստեք, աշխատեք, ամեն բառի վրա նեղանալ գնալը, չեմ կարծում, թե ուժեղության նշան է։